Ամբողջ գիշեր դատական նիստեր են եղել CVKM-ից տարածված հեղաշրջման պլանի գործով։ Դատախազությունը 15 մարդու կալանավորման միջնորդություններ էր տարել դատարան։ Բոլոր միջնորդությունները բավարարվել են։ 2 ամսով կալանավորվածների թվում են Բագրատ Սրբազանը, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը Արա Ռոստոմյանը, դաշնակցական Իգոր Սարգսյանը, Սրբազան պայքարի աջակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանը, Պահեստազորի գնդապետ Միհրան Մաղսուդյանը։ Ամենաուշը կայացել է գործարար Տիգրան Գալստյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Նրան արդեն այսօր կեսօրին մոտ են կալանավորել։ Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության բռնազավթման փորձի հոդվածներով։ Նրան կալանավորելու միջնորդությունը քննել է դատավոր Մասիս Մելքոնյանը, որը հայտնի է քաղաքական հայացքների համար դատարանում հայտնված մարդկանց կալանավորելու որոշումներով, իսկ 2021 թվականին Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Բագրատ Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Դատարանի բակում են գիշերը եղել Հանրապետության 90 հասցեներում խուզարկություններից հետո ձերբակալվածների հարազատներն ու աջակիցները։ Ինչպես պատմել են 3 առավոտից Երևանում, Էջմիածնում, Աբովյանում ընդդիմադիր գործիչների տներում իրականացված զանգվածային խուզարկություններից եւ ձերբակալություններից հետո ԱԱԾ-ականները ոչ մեծաքանակ զենք զինամթերք էին հայտնաբերել, որոնց մի մասի լիցենզիաները երևում էին հենց քննչական կոմիտեի հրապարակած կադրերում։ Զանգվածային խոզարկությունների հիմքը ԿՊ-ի կուսակցական մամուլի օրգանի CVKM-ի հրապարակած թուղթներ, կայքի պնդմամբ հեղաշրջում կազմակերպելու ընդդիմության պլանը։ Սրբազան պայքարը իր տելեգրամյան ալիքում գրել է, որ այդ ճակերտավոր ծրագիրը պատրաստել են անհայտ անձին դեռ 1 տարի առաջ։ Civic-ը թղթով ծածկել էր այդ ծրագրի իրագործման ժամանակը, իսկ քննչական կոմիտեի հրապարակած այդ նույն թղթի վրա հստակ երևում է, որ այն 1 տարվա վաղեմություն ունի։ Այս մարդիկ օրնիբուն, կեղծիկ, լուտանք, սուտ հերյուրանքներ են տարածում։ Նախ սկսեցին նրանից, որ Սրբազան հայրը ունի իբր 2 երեխա, բանակից ազատել է, այսին Կրեմլից գումարներ եկել Տավուշի մարզում չենջերում ռուսական ռուբլու կուրսը այնքան ռուբլի են մցրել, որ ռուբլի կուրսը ընկել է, էլ ասեցին, որ ինչ որ երկրների ագենտ է։ Մենք փաստաթուղթ ենք ստացել ԱԱԾ-ից, որով որ ԱԱԾ-ն հերքել է այդ ամեն ինչը։ Այսինքն այս ամիսների ընթացքում այն կեղծիքը, որ արվել է Սրբազան հոր նկատմամբ, այն ցեխը, այն լուտանքը, որ փորձել են կպցնել Սրբազանին, չի կպել, տեսել են ոչ մի բան չի կպնում։ Այդ մարդը չի կարելի այդքան սրիկա ստորը լնել, չի կարելի այդքան տականք լնել։ Այս ամեն ինչը վերջանալու է մի օր։ Եվ այն մարդիկ, որոնք որ այս ամեն ինչին մաս են կազմելու, ես ասում եմ ձեզ, նայելով, դուք բոլորդ պատասխան եք տալու։ Իրավապահ համակարգի գործեր կարողներ, դուք բոլորդ պատասխան եք տալու, օրենքի առջև, ձեր խղճի առջև։ Ես կրկնում եմ, նորից եմ կրկնում, հատուկ այն մարդկանց համար, որոնք որ այս ամբողջ օրվա ընթացքում այս կեղծիքը, լուտանքը, ստորությունները տարածում են, մի պահ իրենց հայելու առաջ նայեն, իրենք ինչ են արել երկրի պետության համար, ինչ ունեն արած այս երկրի պետության համար, այսօր հերոս որդի տված ծնողին է տանում, այս մարդիկ կարմիր գծեր չունեն, այս մարդիկ որևէ խղճի բարոյականության զգացում անգամ չունեն։